Մեր դիտորդները այցելել են արդեն 1830 տեղամաս, ինչը կազմում է տեղամասերի ընդհանուր թվի համարյա 92%-ը։ Խախտումներ արձանագրվել են շուրջ 800 տեղամասում կամ դիտարկված տեղամասերի 44%-ում։ Խախտումները հետևյալ պատկեր ունեն. դիտարկված տեղամասերի 7%-ում ընթացակարգային, դիտարկված տեղամասի 6%-ում գաղտնիության հետ կապված խնդիրներ, դիտարկված տեղամասերի 6%-ում եւս գաղտնիության խախտման չհասցրած, բայց դրա ռիսկը ստեղծող խախտումներ, ուրեմն ինչ որ sense բանավեճ կամ լարված մթնոլորտ դիտարկված տեղամասերի 3%-ում եւ քարոզչության դրսեւորումներ դիտարկված տեղամասերի 3%-ում, քարոզչության դրսեւորումները հիմնականում դրանք քարոզչական բովանդակություն պարունակող շապիկներ, գլխարկներ եւ կրծքանշաններն էին, բայց դրանք հիմնականում օրվա սկզբի մասում են արդեն բոլորը լուծված են, այս պահին ոչ միտեղ չենք տեսնում, որպեսզի դրա շարունակությունը։ Խախտումների ըստ էության հեղինակները, երբ որ հեղինակներին հնարավոր է իդենտիֆիկացնել, հետևյալ պատկերը ունեն, մոտ 7.5% տեղամասային ընտրական հանձնաժողովներ, մոտ 1% ոստիկանության ծառայողներ, մոտ 7.8% վստահված անձինք եւ մոտ 9.5% ընտրողներ։ Այն դեպքերում, երբ որ դա հնարավոր է լինում իդենտիֆիկացնել խախտման հեղինակի ուրեմն կուսակցական պատկանելիությունը, հետևյալներ 39% դեպքերում խախտման հեղինակներ ուժեղ հայաստանցի են, 29% քաղաքացիական պայմանագիր, 9% Հայաստան դաշինք եւ մոտ 8% Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Այստեղ մենք իհարկե ունենք որոշակի վիճակագրական պատկեր ընտրությունների հետ կապված, որոնք մենք հետո կհրապարակայնացնենք 20-ին ամփոփելով, բայց այս պահի ժամը 18:00-ի դրությամբ կարող եմ ասել, որ վիճաբանություններ կամ ասենք թե նման դեպքեր կամ ընտրակաշարքի հետ կապված ահազանգեր կամ ընթացակարգային խախտումներ դրանք այն ծավալը չունեն եւ այն քանակը չունեն, որ մենք կարողանայինք այս պահին եզրակացություն անենք, որ դրանք կարող են էական նշանակություն ունենալ ընտրության արդյունքների վրա։